Աստված բարին կամենում է, չարը թույլ է տալիս։ Աստված չարը չի կամենում, բայց բարին կամենում է, չարը թույլ է տալիս։ Իհարկե չարը ասելով ճակերտավոր չարը, որի վերջնական իմաստը, վերջնական նպատակը բարի է։ Օրինակ բերեմ, որ մենք հասկանանք։ Աստված կամենում էր, որ Ադամը պատվիրանը պահի, դրախտից մտնի երկնքի արքայություն։ Սա էր բարին, Աստծո կատարյալ կամքը։ Բոլոր արածները բարի են ստեղծված եւ մնան բարու մեջ եւ հասնեն բարի արքայություն։ Եվ Աստված Ադամին ասաց, երբ որ ուտես, կմեռնես, եթե չուտես, կապրես։ Ինչ էր նշանակում։ Մեռնելը բարի է, մինչև ուտելը բարի չէ, ուտելուց հետո բարի է։ Մինչև ուտելը բարի չէր մեռնելը, որտեվ արգելված պտղից, որտեվ պետք չէր, որ մեռներ Ադամը, եթե պահեր պատվիրանը, պետք է ապրեր հավիտյան։ Բայց երբ որ կերավ պտուղը, այլևս չպետք է ապրեր, պետք է մեռներ։ Ինչու՞, որտեվ մեղք գործելուց հետո մեռնել արդեն բարիք է։ Ինչու՞, որտեվ մահվան գինը մահն է։ Ինչու մահվան գինը մահն է, որպեսզի մահով մեղքը մաքրվի, որպեսզի Ադամն էլ չլինի սատանայի նման անզեղչ մեղավոր կամ անմահ մեղավոր, եթե Ադամը չմեռներ, մեղքը ճաշակելուց հետո կդառնար անմահ մեղավոր, եւ սատանայի նմանը չէր փրկվի։ Ուստի երկրորդ փրկության ճանապարհը մահվամբ է, եւ Ադամը մեռավ, Քրիստոս էլ հանձն առավ Ադամի հետ խաչը բարձրանալ, այսինքն Ադամի մահվամբ Աստծո միածին որդին էլ զոհաբերվեց եւ մարդկության փրկությունը այս ճանապարհով եղավ, երկրորդ ճանապարհով։ Աստված բարին կամեցավ, որ Ադամը չուտեր եւ մտներ երկնքի արքայություն, բայց չարը, որ է մահը, այս պարագային մենք այդպես կարծում, թույլ տվեց։ Նույն տրամաբանությունը մարդկային կյանքերի վրա է կատարում, երբեմն պատերազմի ժամանակ կամ վթարի ժամանակ կամ երկրաշարժի ժամանակ Հովետանում ասում է մեկը կվերցվի, մեկը կթողնվի։ Մեկը իրապես մահանում է, մեկը ողջունում է։ Մեկը վերցվում է, մեկը թողնվում է։ Ինչու՞։ Դա միայն Աստծուն է հայտնի։ Ինչու՞։ Եվ երբ որ մեզ էլ է հայտնվում, թե ինչու, մենք չենք հասկանում, որտեղ պատրաստ չենք ընդունելու, ընկալելու, հասկանալու։